ծուխ ինչքան պետք է ասես դուրս գա։ Ես ինչ գիտեմ, քույրիկ ջան, երևի ծուխը ջանն է քաշել։ Ասում եմ, հաշեջ ծառայություն չզանգեն, գանեն փրփուրը որ լաստում են, այդ փրփուրից լասեն մեզ մամայ։ Ժամանակ ես գտել կատակել, հա։ Բայց ես կատակ չեմ անում։ Ես քո վրա եմ զարմանում։ Ինչո՞։ Դու չես նկատել, որ այս կինը հոսանքի բաց լարը ձեռքին բռնել կանգնել է, հա։ Բա որ Աստված չանի, բան պատահեր այս խեղճ կնոջը։ Ինչ էինք անելու այդ ժամանակ։ Ես մեղավոր չեմ, քույրիկ ջան։ Ինձ վրա հոգեբանական ճնշում էր գործադրում։ Գնա կնիկ ջարի, գնա կնիկ ջարի, կնիկ ջարի։ Լավ, վերջ։ Մեր տանը միշտ էսպես է լինում։ Ամեն նոր տարվա նախաշեմին միացեց օին է գալիս գլխներից։ Իա մոռացար ձեռքդ կոտրել էր։ Ուֆ, լավ։ Մեծ մամ ջան, ինչ ես ուզում, հա։ Խոսի, մի բան ասա։ Ասում եմ գնամ այդ ջուր բեր ջիգարս վարվում աչես հասկանում։ Դու չկարամ անես իմ Հեսա բերեմ։ Ասում մամա ինչպես ես լավ ես։ Բաբա ձերքդ քաշի ինձ ուզում էր, սաղ վարեիր, բա մեջիցդ կհանեմ։ Դու ես մեղավոր։ Այնքան խոսացիր, Աստված քեզի պատժե։ Բաբա Աստված քեզ յա պատժե, որ եկա էշ ես, հլը մետ կնիկ չուրես։ Ուֆ, մի հատ վերջացրեք, հա, ձեր անիմաստ կռիվները։ Ու ամեն ինչ Աստծո վրա մի գցեք։ Ձեր մեղքերը, ձեր արարքները ամեն ինչ գցում եք Աստծո վրա։ Խմի մեծ մամ ջան։ Խմի ականի, վայ։ Ես կարող ես մեծ մամեն են դրագոններից աղբեր ջան, որ քիդ բենից ծուխ են թողում։ Ասում եմ, չէ, պարավետ մի բան են չի արա։ Արբի, ես դուք սաղ ընդանիքով եք կտծրած աղբեր ջան։ Այն վաղտ մեծ մամեն հերիք չեր, հիմա էլ դու, հա։ Անմիջապես դուրս եկեք մեր տանից ամբարոյական մարդ։ Մենք ամբարոյական մարդ չենք, Արբի ջան։ Անենց որ սանիկիդ մի վիրավոր է, աղբեր ջան։ Չունենայ քոպես սանիկա։ Մեծ մամա, քեզի չէի ասում խղճում է, բայց պետք է ասեմ։ Այս մարդուց 50,000 դրամ փող ուզամ, որ երեկոյան պետք է տանեմ տամ։ Ինձի ասում է այս մատանիդ գրավ դիր, որ տամ, բայց իմ մարդ է։ Չէ մամի ջան, էսի մարդ չի, էս սրա վրա ոչ մի մարդու բան չկա, ավանակ։ Այս դե դու սխալվար տադի ջան։ Դու գիտես ես որ դեպքում ավանակ կլնեի։ Յավոր։ Այն որ ամեն ուզողին աղբեր հանեի փողը տայի, այդ դեպքում կլնեի ավանակ։ Ճիշտ չեմ ասում անտարամ ջան։ Ճիշտ չես ասում։ Եվ հետո մենք քո համար ամեն մեկը չենք։ Ես 1000 անգամ Արբիին ասեցի, որ չգա ու քեզից փող չխնդրի, բայց նա ինչ չլսեց, որտեղ ես վստահ եմ, որ դու նույնիսկ հարազատ քավորիդ կմերժես։ Ախր այ անտարամ ջան, այդ ցավը տանեմ։ Միացած լավ խոսք կա, չէ՞։ Ասում է գործը գործ։ Անձնական հարաբերություններ։ Այդ երկու բաները չի կարելի իրար հետ խառնել, ձեր ցավը տանեմ։ Արբի, մեծ սրան դուրս հանի տարի թե չելա, կոպալը կարդը։ Ես, աչքիս վրա, մեհոտ դուրս եկակ։ Հələ հանգստացի քավոր ջան, թող բան ունեմ ասելու։ Պետք չի ձեր բան ասելը։ Դուրս եկակ մեր տնից, ձեր բացասական էներգիան մի բաց թողեք մեր տան մեջ, մեր ամանորի երեկոն մի խառնեք, մի խանգարեք, դուրս եկակ։ Յալլա։ Համբերեք ասելի այդ ձեր ցավը տանեմ, թողեք մի հատ մտքերս արդայդեմ, հետո էլի հանեք դարից տնից, արա։ Ինչ ես ասում մեզ մամա, թողնենք խոսի։ Մասանդ քաչալ լուխը միտ կոնի, թող խոսի։ Ասում եմ։ Հարազատներ ջան, այս մի անգամ պետք է խոստովանեմ, որ դուք ճիշտ եք եղել, ես սխալ աղբեր ջան։ Ախր ես պետք է նման կերպով չվարվեի երի քավորիս հետ։ Յամոր ես հասկացեք։ Նամարդություն եմ արել արա։ Էդ էլ այդպես ես խոսում։
որ ցույց տաս, թե իբր թե սրտիցդ ես հա խոսում։ Հա, Անթարամ ջան, սրտից եմ խոսում, ցավը տանեմ։ Այս դուց։ Քասաֆած սիրտ այդ կողմը չի։ Ադե լավ էլի պարավ հասցանք դու էլ ամեն ինչ պետք է փչացնես, նստի տեղը դելի։ Դուք եք ամեն ինչ փչացնում եղավ, մեզ բան չասակ։ Ասեք ձեր ասելիքը ու դուրս եկեք։ Մենք պատրաստվում ենք շատ մեծ շուկով դիմավորելու Սուրբ Ծննդյան օրերը։ Յալա։ Լավ, ասում եմ ախպեր ջան։ Փոշմանել եք, հա? Չեմ ուզում, փող պետք չի ինձ։ Էլի մի հատ լսի էլի։ Ես ուզում եմ իմ մեղքերը քավեմ քո առաջ։ Ու հույս ունեմ, որ ես մեծ նվերը, որ ես ձեզ անում եմ, կփոխի քո վերաբերմունքը իմ հանդեպ։ Ցավը տանեմ, հեսա։ Թող։ Դադի ջան, էդի քո խելքի բանը չի։ Դու արդեն ես տարիքից դուրս ես եկել։ Էս ինչ հրավիրատոմս է, հասկանաս։ Էս Անթարամ ջան, էս այն ոնց որ ասում նոր դարվա զվարճալի մանկական բան էլի ներկայացում, հա, ներկայացում են ասում։ Ախպեր ջան, կոչվում է ինչպես էր չար գայլը փորձում նոր տարվա տոնաձառը գողանալ։ Լավ բան ախպեր ջան։ Բա։ Անա դուք ապուշ եք չեմ ասում։ Ինչի։ Ես ներկայացումը երեխեքի համար չի։ Հա, Արբի ջան, ինչ ա եղել։ Ոնց որ ասում են մենք էլ մեր երեխեքն ենք։ Վեգալեք ես տոմսը կգնաք, այդ ներկայացումը կնայեք, լավ կուրախանաք, ինչ ա եղել։ Մենք իհարկե շատ զգացված ենք քո այդ մեծ նվերից, բայց պետք է ասեմ, որ չենք կարող գալ ու դիտել այդ ներկայացումը։ Էդ ինչի որ ցավը տանեմ։ Դե պարզ պատճառով, որ Արբին արդեն ասեց։ Մենք երեխաներ չենք, որ գանք ու այդ ներկայացումը նայենք։ Լավ կլինի, ես հրավիրատոմսը տանես, թաղ երեխեքից մեկնի ես թող գնա նայի։ Դու չէ Անթարամ ջան, Արբի սենց բաներ շատ ա սիրում, էլի կնայի հավեսով։ Ամեն ոնց որ ասում ա, նվիրած ձիու ադամները չեն հաշվում, ախպեր ջան։ Արբի, ես քասաֆատ մեզ ձեր առնում։ Հարի դու սարասրան։ Հենց հիմա մեզ ձեռը սորում, հա, բանոս կանաս։ Բայց ինչի եմ ձեր առնում, այ քավոր ջան։ Ձեզ ուզում եմ նոր տարվա նվեր անեմ, բադ ախպեր։ Բադ չի, բայց շատ շնորհակալ ենք ձեր նվերից։ Մենք արդեն վաղուց երեխաներ չենք։ Ինչպես քույրիկս ասեց, նվեք մեր երեխայի թող երջանկանա ուրախանա։ Թող այդ երեխուն իրա հերնում են ուրախացնեն ախպեր ջան։ Ես սովար ես ներմաջալին զանգեմ։ Ասա Ռոզ։ Հասկանաս, ես որտեղ ես թրև գալիս։ Ոչ թե որտեղ ես թրև գալիս։ Էդ որն է աղջի։ Կարող ա գիտես բոմժ ենք։ Եկել եմ քավորիստում մի քիչ թաքցրել չեն գալեմ իրար հետ։ Ինչ։ Դու Անթարամենս տուն ես գնացել։ Ռոզ ջան, քավորիստ տուն եմ եկել ասում եմ։ Տարբերությունը չես հասկանում։ Ես հասկանում եմ, բայց դու հասկանում ես։ Լսի այ այլանդակի մեկը։ Արի, շատ պակաս պրատ բաներ է մնացել։ Արի գնա շուկա։ Կիսատ պրատ բաներ ա մնացել առնելու ախպեր ջան։ Ղերգի թող Սերոժը գնա առնի։ Ինձ որ ջուր ես, ես էլ շուկա գնացողը չեմ, արա։ Սերոժը չի կարող, ականջը կարող է մրսի։ Ջանդամը թե չի մրսի, ինչ արա։ Իրաներ իր ականջն է հետը։ Նայում ես Անթարամ ջան, քո հետ չեմ։ Նայում ես Անթարամ ջան, Ռոզը իմ մասին չի մտածում, բայց այն Սերոժին խեղճում է։ Ասում է կարող է հանգարտ դուրս գա, անգաջը ցուրտը տանի։ Ձեր հարցերը դուք լուծեք, հա։ Մենք գործ չունենք։ Լսի հասկանաս, այդ իմ ասածները Անթարամի հետ քննարկում եք, հա։ Դու չգիտես, որ ես այդ կնոջ հետ չունեմ։ Ինքն էլ քո հետ չունի արխային։ Բանոս կանաս, չի նետ հարցերը դուք գնաք ձեր տանը պարզեք, մենք էլ ներվեր չունենք։ Ռոզա հələ մի գոռա հանգստացի։ Ստեղ մասաներին դուր չի գալի, որ մենք սենց իրար հետ խոսում ենք։ Հեսա կգամ տուն սաղ հարցերն դե ուլադիտ կանենք, ռազմիրատ կանենք, թե քո համար Սերոժի ականջնա թանկ, թե ես եմ թանկ ախպեր ջան։ Դե համբերի էլի աղջի ասի, վայ։ Լավ, քավոր ջան,
ճիշտ ես ասում, ես հելն եմ գնամ։ Գնացեք, ձեր նվերը չմոռանաք տանը կետը։ Բայց որ ոսկի մատանիրներ տենց հավեսով հետ չէիք տա, չէ։ Գնա մարդ։ Այս Գնա։ Մամի ջան, իմանում ես ես Պասկաստան գնալուց, սրա վիզը խանչալով կգտրեմ, նոր կգնամ։ Ճիշտ կոնաս։ Տեսնում ես այդ այլանդագի Սերոժ։ Գնացել անթարամեստուն ու երկուսով ինձանից բամբասում են։ Քերակին ջան, ինչ ես ներվետ քայքայում, չափել նովավոր։ Անուղեղ բիզա են։ Թե չէ քո ուղեղն է դուրս այդել ակաժներից թափվում է, հա։ Մամ ինչի ես ներվայնանում, մամա։ Հիմա մարդը միտեղ գնացել արժի դրա համար ներվայնանալ։ Միտեղ չէ անթարամեստուն է գնացել, որից ես պայթվում եմ, տրակվում եմ։ Մամ լավ էլի, գոնե նոր տարվա օրով այդ խնդիրները մի բեր, հա։ Ես քեզ ուղակի խնդրում եմ, մամա։ Հա, էլի քերակին ջան։ Քեզ պետք է։ Այսինքն ճիշտ եք ասում, գիտեք։ Ասկանաս նով եկամ անթարամը, որ ես դրանց պատճառով իմ տոնական տրամադրությունս փչացնեմ։ Երեխեք ջան, եկեք մի հատ երկենք տրամադրություններս ավելի բարձրանան։ Բայց ինչ երկենք, մամ։ Նոր տարվա երգ։ Օրինակ, в лесу родилась ёлочка։ Այ ճիշտ է, մանկապարտեզի երկն է։ Երեկույու 4 В лесу родилась ёлочка, в лесу она росла, зимой и летом стройная, зеленая была. В лесу родилась ёлочка, в лесу она росла, зимой и летом стройная, зеленая была. В лесу родилась ёлочка, в лесу она росла, зимой и летом стройная, зеленая была. Зимой и летом стройная, зеленая была. Браво! Ժորժ, ես հիմա չհասկացա, Գրիշայի խոստումը ուժի մեջ, հա թե չէ։ Ձեր նոր տարվա խոզի բուդը իմ վրա։ Տեսանգի։ Կնիկ ջան, Գրիշը տես տաղա չէ, որ իրա խոստացածը չկատարի։ Այսօր որ կզանգի կգնամ կբերեմ բուդը։ Այդ ցավատանեմ, ախր հարցը բուդը չի։ Հարցը այն է, որ շատ աշխատատար է։ Պիտի դա ծաղծկվի, դրվի աղաջուր, որ արունը դուրս գա, համեմունքներ պիտի լցվի։ Դու հասկանում ես, կարող է չհասցնենք, վաղը նոր տարի է։ Հա, հասկանում եմ, կնիկ ջան, բայց ու չեմ զանգելու ասեմ են բուդը ինչ եղավ։ Ինչի չէ որ։ Եթե ուզում ես, որ նոր տարում սեղանիդ խոզի բուդ չլինի, կարող ես չզանգել։ Խրամոտ է, կնիկ։ Այդ մարդը հիմա կմտածի նվեր է անում, մենք էլ դրել խեղդում ենք։ Բայց մենք իրան ինչի ենք խեղդում որ։ Թե մենք իրան խնդրել ենք, որ ինքը մեզ նվեր անի։ Ուղղակի վաղը նոր տարի է ու սեղանի խոզի բուդ չկա որ դնենք ու ես շատ եմ կասկածում, որ կարող է լինի։ Ախր մի քիչ անհարմար եմ ես զգում, կնիկ ջան։ Ինչ ես անհարմար զգում։ Վերցրու հեռախոսը զանգի, տակտիչնի հարցրու։ Հայա, չէ, մենք էլ մեր անելիքը իմանանք, եթե չէ, առավոտյան վեր կենանք, գնանք բուդը առնենք, բերենք։ Վայ Գրիշ, ես կուեմ միամիտ հարիվ, դեր տանը նստած սպասում ես, որ նորոն քեզ խոզի միսա բերելու, հա? Նորոն էլ քեզ ձրի միս կբերեր, չեմի, մի հատ էլ բեգեմոտ ա բերելու։ Վայ լավ էլի Գրիշ, հանգստացել այդ մարդը երև ճանապարհին է, այսօր վրան կհաստի քաղաք կբերի միսը։ Ես քիթս կկտրեմ զվարթ, եթե այդ գյադեն իրա խոստումը կատարի։ Դրա համար հեռախոսը անջատել է, որ չկարենամ զանգեմ իրան։ Բայց խես տենց ասում այ Գրիշ, մարդ է հիմա,
Բավո զայրատկին անստել կամ անհասանելի է, չի կարա տենց բան լինի։ Մենք այդ ճամփեքը զվարթ վաղուց անցել ենք։ Ես էլ որ չեմ ուզում մեկի հետ շփվեմ, ինձ զանգեն, հեռախոսներս անջատում եմ, որ զանգեն ոչ էլ կարողան հետը շփվել։ Ճիշտ է, շատ ծանոթ է։ Ես ոնց դրան հավատացի արա։ Այն հարևանների մոտ էլ տենց եմ խայտարակնելու։ Ալո, նորը դու ես։ Չէ, Գրիշ ջան, նորոն չի։ Ժորժն ախպեր, բարիգուն։ Բարիգուն Ժորժ ջան, 1000 բարին։ Գրիշ ջան, ցավդ տանեմ։ Ուղղակի մի հատ բան եմ ուզում հարցնեմ, ուղղակի ինձ ճիշտ հասկացել է ախպեր։ Ապեր, պետք է համարը մենի ուզում հարցնեմ, եթե չի լինելու։ Ես ընկեր մսավաճառ ունեմ, էլի գնանք բուդը պահել տամ առավոտյան վերցնեմ։ Դու ոնց չի լինի, Ժորժ ջան, այս ցավդ տանեմ։ Այդ մի սուր որ է ճամփին է, դե կհասնի էլի։ Դու Ֆլորային էլ ասա, որ Գրիշը Ասում է, որ խոստացել է, այդ բուդը անպայման կբերեն։ Լավ, Գրիշ ջան, լավ։ Ինչ է, մարդը ասում է կլինի բուդը։ Հա, Գրիշ։ Դու ինչ Գրիշ այ զվար ջան, ես գիտեմ սաղ շենքով մեկ, խայտարակ եմ ելնելու այդ բարադու երեսից։ Ոյ, էլ ոնց կլներ։ Դուս ես զարմանում եմ, գիտես, այս մեր հարևանների վրա։ Ի՞։ Որովհետև գոնե զանգեն փոխանակ մի հատ շնորհակալություն հայտնեն, մի հատ էլ իրանք են մուննատ գալիս։ Չհասկացա, բայց այդ ինչի համար պիտի զանգեն շնորհակալություն հայտնեն, հա զվարթ։ Այդ մարդկանց բան են խոսք տալի ու մինչև հիմա այդ անտեր բուտը չկա։ Ու մի մոռացի, որ վաղն էլ նոր տարի է։ Ես չեմ մոռացել։ Ու ոնց տեսնում ես, մեր բուտն էլ դեռ չկա։ Բայց ես բացարձակ չեմ խառնվել իրար, Գրիշ ջան։ Շատ իզուր էլ չես խառնում զվարթ, որովհետև այդ բարեկամը այդ բուտը չի բերելու, ես դրանում համոզված եմ։ Իսկ ես համոզված եմ, որ բերելու է Գրիշ։ Որ կբերի զվարթ, այն ժամանակ գլուխդ կգովաս։ Արա այս աբուլիկը ինչ եղավ գիշերվա 1000-ն է։ Աբուլիկը բաբայից տանիք դասարանցի հետ քեֆ են անում։ Նոր տարի են նշում երեխեքը։ Նոր տարին, նոր տարուց հետո եմ նշում, ոչ թե առաջ։ Լավ էլի Գրիշ։ Երեխային էլի դե հիմա, ինչ ուզում են թող անեն։ Դու էլ հանգստացի, հա։ Ջանդաբն ելնի այդ խոզն էլ բուտն էլ։ Կգնանք կառնենք, ինչ ա եղել այն մարդ։ Կառնեմ զվար ջան, բայց այդ հարևանների նախան ինչ պատասխան տամ, հա։ Լսի, ես կրակն եմ ընկել Գրիշ այդ հարևանների ձեռը։ Մարդ ես ասում չստացվեց։ Այդ քո եւ քո բարեկամների համար է հեշտ, որ մեկին ինչ-որ բան խոստաս ու չարես, իսկ ես այդ բանը չեմ կարող անեմ։ Թե չէ դու իմ բարեկամներից այս քանդարի երբ ես գոհեղել։ Տուրա անդե բարեկամ, հենա տեսանք էլի։ Ես ավելավա չխոսամ, հա, թե չէ սրա վերջը վեճ է, ես չեմ ուզում նոր տարվա շեմին վիճեմ քո հետ։ Այս նորոն ա գիտես։ Դες ինչա վիճակը տարա։ Ай, бабджан, добрый цавет տանեմ։ Наступающим։ Արես խմած ես այդ աղա։ Դե մի բաժակ շամպայն։ Ես քեզ մի բաժակ շամպայն ցույց կտամ արա, գնա մի հատ քանի լակոտ, առավոտ հետդ կխոսամ։ Դուք պրոբլեմ չունեք։ Հա, բարի գիշեր։ Տեսար ես լակոտիդ վիճակը։ Ինչ էր այդ լակոտի վիճակը Գրիշ։ Երեխայել եմ մի անգամ խմելա։ Մի բաժակ շամպայն ոնց կլներ։ Տո ինչն էր մի բաժակ սաղ շիշը քաշել էր գլխին։ Ես նոր ձան ասես փոխանցեմ քեզ։ Ով ասե։ Նորն էլի բաժանաղը։ Նոր տեսա միջազգում շիշը ձեռը։ Ոնց հիմա անդեղ է։ Չէ գնաց։ Ասեց ես տամ քեզ։ Ինչ ինչ-որ նամակ կա, ինչա չգիտեմ։ Բարի գիշեր։ Էդ ինչա տենաս այդ տոպրակի մեջ, այ մարդը բացի։ Ես չգիտեմ ինչա զվարթ, բայց հաստատ գիտեմ որ խոշ չի։
Բաջանակ ջան, այս անգամ խոզը չստացվեց, ցավը տանեմ, մինչև տեղ հասա, նագլի կենթանից սատկել էր, բաղ չունեմ էլի, հո զորով չի, նենց որ այս տարի արի կլնի հավով յոլա գնա, մյուս տարի մեկի տեղին երկու խոզ կհասցնեմ քեզ, հարգանքներով նորով, Ձեռս կնես Դու ճիշտ էիր Գրիշ ջան, ինչ ասեմ, բայց խնդրում եմ էլի քեզ արի թեմայով չխոսանք, հա, ուղղակի խնդրում եմ։ Դու մեկա բան չես հիշելու, ես քեզ դա թույլ չեմ տա Կարինեմ։ Չէի սպասում, հա։ Կնյազնապ, հա։ Հանգստացիմը, դես ատելը ձերից է։ Հանգստացիմը։ Հն, չէի սպասում ինձ տեղ տենայիր։ Դե խոսա ինձ ասելու բան չունեց։ Ես քեզ ինչ եմ ասում։ Դու իմ արդեն հասկանում ես, որ քո վիճակը արդեն շատ վատ է։ Ես քո վերջն է։ Դու ստերից կամ գնում ես բանտ, կամ գժանոցում քեզ փագում են։ Բայց հələ կարաս հույսեր ունենաս, որ ես քեզ բաց կթողեմ։ Որ ռադդ քաշես ես երկրից։ Բայց մենակ մի դեպքում, որ ինձ ասես ինչ է սրսկե Կարեն։ Հույսել չունենաս, եղավ։ Ես քեզ ոչ մի բան էլ չեմ ասելու։ Ու Կարան կյանքում իր խելքը գլուխը չի հավաքի։ Վստահ ես որ չես ասելու։ Արսեն ես զենքը դուր։ Չէ, բլարի սրան հանձնեք միլիցիայություն։ Թող իրանք իրենց ձևով ստանան այդ ինֆորմացիան։ Արսեն հիմա ես այդքան ժամանակ չունեմ սպասելու։ Կամ հիմա ես ինձ ասում է այն ինչ որ ինձ պետք է, կամ տեղում սատկացնում եմ։ Ես դաժե 3 հաշվելու ժամանակ չունեմ։ Ինձ հիմա քո պատասխանն է պետք։ Հա թե չէ։ Լավ, ես քեզ կասեմ, ինչ ես ուզում ինձ անել։ Արսա լսում։ Ան։ Ես ինչ է։ Դեղերի ցուցակնավորներ արկել եմ Կարինեին։ Արա Արսեն ես հասցրու պրոֆեսորին, ես որոշեմ ինչ եմ ասում։ Նա իմացաք ձեր ուզած ինֆորմացիան։ Իմացա Լիպո ջան, հեսա։ Անա մեսի վրաս պրոֆեսորին տամ։ Ահա, տղա։ Եկի։ Կնյայ, դու ինձ խոսք էիր տվել, որ բաց ես թողնելու ինձ։ Լսի, Լիաննա, այդ ես եմ ոստիկանությանը բերել, քանի որ դու հասարակության համար շատ վտանգավոր մարդ ես, ու քեզ չի կարելի ազատության մեջ թողել։ Լիաննա ձեռքիդ հիմա հետ պահի։ Դե հիմա գնա։ Սրանով դեռ ոչ մի բան չի վերջացել, եղավ։ Ինձ բախտ է ուժ բաց են թողնելու։ Ու բոլոր այն մարդիկ, ովքեր ստիպել են, որ ես տարապեմ, այս ամեն ինչի համար պատասխան են տալու։ Լիաննա հիմա գնա ու էլ ոչ մի բառ չարտասանես։ Սրան պետք էր հանձնել ոստիկանության ձեռքնես։ Խաղալիք է։ Ապեր ես ուզում եմ Կարայի մոտ ելնեմ, որ սկսեն այդ տեղերը սրսկեն։ Արի, գնանք, ես հուսով եմ, որ ամեն ինչ լավ արնել, վապեր։
Դիտեք հաջորդ սերիայում։ Հասեք յոմ, հասեք։ Քրսվի ջանը քեզ ասում, եթե ես մարդուն մի բան լինի, ոտով ձեռով կորածեմ։ Հիմա ինչ ես ասում, ախպեր։ Մի 100 չկցենք ես 5 տարին ճամփենք էտա։ Կարելի է։ Վայ քո։ Էսո մանջուտես լուսը։ Քյուրի, որս տարև ես չէի։ Բացի այն, որ նոր տարին բոլորս միասին ենք դիմավորում, իմ կողմից մեր հետ է եւ առողջական ոչ մի խնդիր չկա, խնդրում եմ ծափարեք։